Բարի գալուստի մալիք, հուսով եմ կլինի հետաքրքիր։ Այսօրվա վլոգը Աշոցքից է։ Տեսնելու եք հրաշալի մայրամուտներ եւ իհարկե թե ինչպես անցավ մեր զատիկը։ Երևան Աշոց ճանապարհը սկսել են Գլեոյի բղավոցներով եւ իհարկե գեղեցիկ տեսարաններով։ Անասելի գեղեցիկ են այս ճանապարհները եւ ես չեմ կարողանում անտարբեր անցնել ու միշտ ավելի շատ եմ նկարում, քան պետք է, բայց շատ սիրուն կադրեր անպայման կտեսնեք այստեղ։ Երևան Աշոցքը նույն Երևան Գյումրին է, Գյումրիից Աշոցք ընդամենը 40 րոպեվա ճանապարհ է։ Թաթիկով։ Հասանք տեղ ու հասկացանք ինչ է նշանակում իսկապես ցուրտ գարուն։ Իսկական ավանդական սուրճը, ժարիտը, իսկական գյուղի վայբը այսպիսին է լինում։ Եվ իհարկե անասելի, հրաշք, գեղեցիկ, չգիտեմ ինչպես նկարագրեմ, անբացատրելի գեղեցիկ մայրամուտ է տեսել իմ աչքերը, որը հիմա տեսնում եք նաև դուք։ Չէ։ Թթու։ Սիրում ես թթու ջոյը։ Ох, ինքան։ Շկաս Լստեղ։ Պահքի մեջ ու պասը ստոլմա։ Ասեք, որ գյուղում միշտ էսպես է։ Երբ ասում ես գնում եմ գյուղ, ապա գիտես, որ պետք է բացես ամենահամով կամպոտը, պետք է ուտես ամենահամով տոլման, ամենահամով ժարիտը եւ ինչու՞ չէ, ամենահամով խինկալին։ Պատրաստվում էինք գնալ Գյումրի եւ Գյումրու եկեղեցիներից մեկում մասնակցել պատարագին, դուրս գալ Պահքից, բայց ցուրտ էր ու մենք ալարեցինք ու գնացինք այստեղի մատուռներից մեկը։ Իրականում, եթե մենք ընտրություն ենք ունենում գնալ հին մատուռ թե նոր եկեղեցի, ապա միանշանակ ընտրությունը կանգնում է հին մատուռի վրա ու անկախ նրանից, թե դա որտեղ է գտնվում, միգուցե նորակառույց եկեղեցիները մեզ ավելի մոտ լինեն, բայց մենք մեկ է ընտրենք հին մատուռ հասնելը։ Այս պարագայում մատուռը մոտիկ էր։ Բայց կլինեմ անկեղծ ու կասեմ, որ ինձ համար այս մատուռի ամբողջ արտաքին տեսքը մի փոքր անգամ վախենալու էր, որովհետև իմ տեսած, իմ հանդիպած հին մատուռները ավելի շատ սևացած պատեր ունեն, մոմից այրված, քան նկարազարդ, հենց շատ քանդակներով եւ այլն, ինչը ինձ իրականում դուր չեկավ ընդհանրապես։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր այդպես չեն մտածում ու իրենց համար օքեյ է դա տեսնելը։ Իմ վլոգին։ Լույսը բացվել է ժամը 9:14-ը ու մենք ճիշտ ասած 3 պետք է ներկենք, բայց տարբերություն չկա, այսօր ենք ներկում։ Ներկում ենք տորոն, հա, տորոն է անունը, տորոնի արմատներով ու կարկադեով նույն ինքը չինական վարդով։ Տեսա։ Ունենք այստեղ իհարկե ձու եւ համապատասխան տարապ։ Հիմա կշրջեմ։ Մի քանի հատ էլ սրանց ցենք դնում։ Պահքի մի քանի տեսակ կա, որոնցից մեկը պահել եմ ես, մեծ պահքը 48 օրյա։ Մեծ պահքի ժամանակ կարևոր է պահել ճիշտ ցնդակարգ, այսինքն չուտել կենթանական ծագման ոչ մի սնունդ եւ իհարկե մտքի ու խոսքի պահքն է, այսինքն չվատաբանել, չչարախոսել, վատ բաներ չմտածել, ինչի արդյունքով, հա, ինչը ինձ դրթել էր պահք պահել, որտեղ իմ մտքերը շատ վատն էին, խոսքս էլ շատ վատը, այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ դա պետք է մաքրել եւ սկսեցի պահք պահել։ Իհարկե այդ ընթացքում խախտումներ արել եմ ու բոլորն ինձ ասում էին, որ պետք է դադարեցնել, եթե խախտել ես, բայց իրականում չկա այդպիսի բան, եթե խախտում եք արել, դա խնդիր չի։ Ուղղակի պետք է գնալով ավելի խստացնեք, որպեսզի կարողանաք պահել, ճիշտ պահել պահքը, բայց ոչ մի դեպքում չդադարեցնեք, որ լրիվ դնեմ արմատները, թե շատ կլինի։ Լրիվ դնում եմ։ Դուք իմ YouTube-յան վլոգում եք լինելու։ Էլի գանձուկը, ու այն մի գանձուկը։ Գանձուկների լուսաբացա հայրիկների հետ։ Իհարկե լինելով դիզայներ, ես միշտ ինչ-որ հետաքրքիր ու լավ բան եմ մտածում Զատիկի համար, բայց ոչ այս տարի այդ հարցում բավականին պասիվ էի եւ չէի ցանկանում ոչ մի բան անել։ Կարող ավելի մունք կարմիր լիներ, բայց քանի որ երկար չենք թողել, գնամ խոտը բերեմ, տեղավորենք ու նստենք։ Այսպես էլ անցավ մեր հերթական օրերից մեկը, շնորհավոր Սուրբ Զատիկ։ Եվ իհարկե վերադարձանք տուն երեխաների լացով, աղմուկով, ծիծաղով,
հետաքրքիր ու սիրուն կադրեր անելով, որը կարող եք տեսնել իմ Instagram-յան էջում, եւ իհարկե չենք մոռանում բաժանորդագրվել, թողել կարծիքներ, եւ իհարկե ասեք ինչպես է անցել ձեր զատիկը, որտեղ եք նշել, որտեղ եք սիրում նշել։